Իսկ այսօր խաղաղությունը իրատեսական համարում եք, երբ նշում եք, որ Բաքվի բանտերում է։ Ջորջ ջան, կներեք, արդեն հասկանալ են չեմ ասում, պարզապես դեռ մի հատ հարց վարում։ Երբ որ ձեզ խաղաղություն են ասում, դրա դիմացի գաղափարը որ մեկն է, վախ։ Նայեք, աշխարհի ամեն ինչը այդ նույն չինական ինյանի կամ սև ու սպիտակի, չէ՞։ Երբ որ ասում ենք հաղթող, մինչև չլինի, ինչի համար ենք ասում, որովհետև կա մեկը, որը պարտվել է։ Մենք համեմատության համար պետք է անենք։ Երբ որ ձեզ խաղաղություն են ասում, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ, որ սենց չանենք պատերազմա լինելու։ Ուրեմն դա խաղաղություն չի։ Խաղաղության բառի մեջ վախ չի կարող լինել։ Իսկ ձեզ խաղաղությունը վախացնելով են բերում։ Ուրեմն եկեք այդ բառը ընդհանրապես մի օգտագործեք, էլի։ Ասում են կրակոց չկա, ուրեմն կա խաղաղություն։ Գիտեք ինչքան ժամանակ կրակոց չի եղել։ Քանիսն եք տեսել, որ ամիսը մեկ մեր Շուշաբանդից նկար է հրապարակում, ճանապարհ կար, գնում գալիս ենք, բայց երբ որ ինձ հարցնում էի, ինչ էի պատասխանում միշտ, մեր պատերազմը չի ավարտվել։ Իսկ երբ որ մարդ գիտակցում է, որ սխալ է արել, ինչ անում։ Հրաժարականա տալիս հեռանում է, ոչ թե թատրոն է բեմադրում, մնալով իշխանության մեջ նոր ընտրությունների անուն դրած տակ կազմակերպում, հետո մեր վրա վաճառում, թե հրաժարականն են։ Ոչ հրաժարական տվածները, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ասեց հեռացավ։